Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ գրավված Արցախի տարածքում Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն հայկական եկեղեցիներ են ոչնչացնում, այլ նաև հենց իրենց ժառանգության հուշարձաններ։ Անհերքելի փաստեր են ի հայտ եկել, որոնք ապացուցում են, որ հողին է հավասարեցվել մզկիթներից մեկը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ մանրամասներ կարող ես հայտնել։ Պարզվում է ոչնչացվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեգ գյուղից ոչ հեռու գտնվող շիա մզկիթը, այն կառուցվել էր 1890 թվականին, այժմ արդեն պարզապես հողին է հավասարեցվել։ Շիական այդ շրջանի ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկն էր։ Քանդման փաստը առաջինը հայտնաբերել է հայկական ճարտարապետության հետազոտման հիմնադրամը եւ Տիեզերքից արված լուսանկարները հաստատում են դա, շատ պարզ երևում է։ Հավանաբար հենց գիտակցաբար ճանապարհը այնտեղով են անցկացրել, որպեսզի պատրվակ ունենան այդ շիա մզկիթը քանդելու համար։ Բայց հետաքրքիր ինչն է, որ Ալիևը ընդամենը վերջերս հերթական անգամ հայտարարեց եւ մեղադրեց հայերին Արցախում իր խոսքերով 65 մզկիթ ոչնչացնելու մեջ, բայց իրականում հենց իր վարած իր ղեկավարած վարչակազմն է մզկիթներ ոչնչացնում, իսկ այն շրջանում, երբ Արցախը հայկական իշխանություն ուներ, մզկիթները այնտեղ վերականգնվում էին, գիտենք, որ Ռուբեն Վարդանյանը եւ իր ընկերների ջանքերով եւ ֆինանսավորմամբ իրանացի մասնագետների մասնակցությամբ վերականգնվեց Շուշիի մզկիթներից մեկը։ Այնինչ տեղի ունեցել մեզ ձեռքում կարող է շատ լուրջ փաստարկ լինել, որը կօգնի մեզ հակադրել կոնկրետ փաստեր Ադրբեջանի քարոզչությանը եւ ապացուցել, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են ոչնչացնում պատմական ժառանգությունը եւ ոչ միայն հայերի, այլ նաեւ պարսիկների եւ այդ թվում նաեւ հենց իրենց ադրբեջանցիների։ Եվ դա կարծում եմ պետք է նկատեն եւ միջազգային հանրության տարբեր կառույցները եւ առաջին հերթին Իրանի իշխանությունները, քանի որ Իրանն է շիա աշխարհի խոշորագույն պետությունը եւ սովորաբար այսպես տեր է կանգնում շիա ժառանգությանը ողջ աշխարհում։ Արցախի մշակութային ժառանգության հարցերով օմբուդսմեն Հովիկ Ավանեսյանը այս ամենը որակել է մշակութային ցեղասպանություն եւ կոչ է արել միջազգային բոլոր կառույցներին արձագանքել եւ գնահատական տալ։ Նշեմ, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ կերպ առայժմ չեն մեկնաբանել այս փաստը։ Արտյոմ, իսկ հայկական եկեղեցիների մասին ինչ վերջին տեղեկությունները որոնք են։ Դե եթե Ալիևի վարչակազմը հենց շիա մզկիթներն է ոչնչացնում, գիտենք թե ինչ հեշտությամբ կոչնչացնեն հայկական եկեղեցիները եւ այդ process-ը շարունակվում է։ Առաջինը 20 թվականին Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացվեց Մեխակավանում, հողի հետ հավասարեցվեց։ BBC-ն հաստատեց այդ փաստը եւ լրագրողական հետաքննություն էր անցկացվել եւ նաեւ տիեզերքից արված լուսանկարները դա նույնպես ապացուցել էին։ Նույնպես հիմնովին ոչնչացվեց Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Շուշիի Մեգրելոց Սուրբ Աստվածածին եկեղեցին վերափոխվել է։ Հավանաբար նպատակ են ունեցել ներկայացնել այն, այսինքն հիմք են նախապատրաստում այն որպես ուղղափառ ներկայացնելու։ Նույնը արվում է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ, գիտենք գմբեթը քանդվել է եւ այլ տեսք ունի այժմ բոլորովին։ Շուշիի կանաչ ժամ եկեղեցին նույնպես հիմնովին քանդվել է, հողին է հավասարեցվել, ընդ որում մինչ այդ ադրբեջանցիները պնդում էին, թե իբր այդ եկեղեցին տուժել է հայկական հարվածներից, թե իբր այն եղել է ռուս ուղղափառ եկեղեցի եւ հայերը այն գրավել են։ Խոստանում էին վերականգնեին եւ հանձնեին ռուս ուղղափառ եկեղեցուն։ Եթե այդպես է, ինչու են ռուս ուղղափառ եկեղեցին ոչնչացնում եւ ինչու է լռում ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքը։ Ինչ վերաբերում է մյուս ավելի հին եկեղեցիներին, ապա Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը փորձում են ներկայացնել որպես ուդինական եկեղեցիներ կամ կովկասյան աղանքի ժառանգություն։ Եվ դա նույնպես հանդուրժում են եւ միջազգային կառույցները որևէ լուրջ գնահատական չեն տալիս։ Էլ չեմ ասում ոչնչացված բազմաթիվ հայկական գերեզմանների մասին, որի փաստերը նույնպես հավաքագրվում են եւ մի շարք հայկական կազմակերպություններ լրջորեն զբաղվում են այս ամենով եւ ուշ թե շուտ այս փաստերը լուրջ փաստաթղթերի տեսքով կունենան իրենց արձագանքը, հուսով եմ նաեւ միջազգային հանրության կողմից։ Շնորհակալություն, Արտյոմ։